Փառքի եւ փառապանության արժանի ո մեր զոր Աստվածը, զորության դերը, մեր տակավորը։ Խոսքին տասման դերը բիդլա, որ մեզ հավաքեց այսօր, որ գարտանք իր սուրբ խոսքը 21-րդ Ամոս, ով դեր, քու զորությունովը տակավոր ուրախ բիդլա, ու քու փրկությունովը որ չափ շատ բիդի ծնձա, անոր սրդին պապակը իրեն դվիր, ու անոր շրթունքներուն խնդիրք իր մեջ արկիլեցիր, բասնզի փարության օրտնություններով անոր հասար, անոր գլուխը մաքուր ոսկե բսակ դրիր, քեզ մեգան խնդրեց ու անոր երգան օրեր դվիր հավիդյանս հավիդենից, անոր փառքը մեծ է ու փրկությունովդ, փառք ու վայելչությունը դրիր անոր վրա, բասնզի օրտնությունները անոր վրա հաստատեցիր հավիդյան, քու ներգայությանը ցնծությամբ ուրախացուցիր զայն։ Շնորհակալ ենք Հայր ասպահոն համար, քեզ մեկ խնդրենք որ իմաստությունով լեցնես մեզ մեկը քու սուրբ ոգիով առաջնորդես այս պատգամը եւ օրտնես ունընթիրները։ Հիսուսյանով խնդրեցի քու փառքիդ համար լայս։ Ամեն։ Մե զորքերունդերը մեր տակավորն է։ Զորքերունդերը մեր Աստվածն է։ Այնպես որ անոր հրաշքները հրաշալի են այս աշխարհի վրա։ Մեր եղբայր Դեմիրջյան անանկիստ եղավ մի քանի շաբաթներ առաջ։ Գրեթե մահկանացում պիտի գնքեր, բայց Աստված իր ցերկ երգնցուց եւ բժշկեց ու բերավ այս տաճարը, որ երկրբակ է մեր Սուրբ Աստվածը, դեր օրհն է եղբայր։ Երկրորդ տեղը պիտի լավ որ պիտի գարտանք 4-րդ թագավորաց 6-րդ գլուխ 15-րդ համարեն սկսյալ հետևյալը գարցնակրե մեր Աստծո այսօրվա պատգամը մեր Աստծո հրաշափար հրաշքը եւ անոր զորավոր ցերկը պիտի տեսնենք թե այս պատմություններում մեջ որ կատարվեցավ եւ թե մեր կյանքին մեջ եւ թե այս տարերուն մեջ այս օրերուն մեջ ինչ կատարեց մեր Աստվածը պատմությունով արցանակրված բոլոր թվակները պիտի գարտանք ու շատունով մտի գրեք որբեսի ծեր հավատքը տնեք այն Աստծուն վրա որ ցեզի կյանք կուտա ամեն օր ասի այսօրվա նպատակը վստահ եղիր որ քո Աստվածը քեզի հետ է երկինք եւ երկիրը ստեղծող Աստվածը քեզ կսիրե եւ քեզի հետ է որովհետեւ թուն կբահես անոր խորհուրդը ընդունած ես թուն իրեն փրկությունը քո սրտիդ մեջ մեղքերով թողությունը ստացած ես Աստծո Հիսուս Քրիստոսի արյուն թափած խաչին վրա այրնով ուրեմն թուն իրեն կպատկանես ուրեմն անոր ցերկ անոր մահբանությունը քո վրա է ուր որ արլաս իր խոստումն է որ պիտի բայ քեզ եւ նայեցեք որ Աստված ինչեր որոնք բահած է եւ Երևան ելած են ասոնք քիրքերու մեջ սուպկրքի մեջ 4-րդ թագավորաց 6-րդ գլուխ 15-րդ համարեն պիտի գարտամ Աստծո մարդուն զարան արավոդուն գանուխ ելավ ու դուրս գնաց եւ անոր զորքեր ցիեր եւ գարկեր քաղաքը բաշարեր էին ու զարան դերոջը սավ քաղաք մգար որ բաշարված էր եւ գնաց ասարան բաշարը մտածելեն վերջ ամիջապես գնաց Եղեսիա մարգարեին եւ դեղություն բիդա որ մեր քաղաքը բաշարվեցավ մարգարե ինչ միտենենք Եղեսեյսա մի վախնար կանզի մեզի հետ եղողները անոնց հետ եղողներն շատ որի են մարգարեն ինչ կսե մեզի հետ եղողները անոնց մե ավելի շատ են Եղեսեյ աղոտ գրավ ուսավ ով դեր ասոր աչքերը բաց որբեսի դեսնե դերը ծարային աչքերը բացավ ու դեսավ որ ահա լերը Եղիսեին ճոշկոմը հեղեղեն ցիերով ու գարկերով լեցուներ երբ անոնք Եղիսեի կով իջան Եղիսե դերոջ աղոտ գրավ ու սավ գաղաչեմ այս ասկը գուրությամբ զարկ Եղիսե ուրեմն աղոտ կնե եւ ցույց գուտա որ իր ծարային նայր որ չափ փանակ ունենք մենք Աստծո փանակը Եղիսեին ճոշկոմը բաշարված են Աստծո փանակն է Ուրեմն Աստծո փանակը երբ որ Եղիսեին ճոշկոմն է երբ որ դերոջ փանակը կուհեդը դե ով գրնա քեզի հագարակը լալ ոյ մեկը չի գրնալա Ուրեմն այս անգամ Եղիսեն գաղոթե դեվյալը գսե ով դեր գսե Եղիսե աղոտ գրավսավ գաղաչեմ հայր այս ասկը գուրությամբ զարկ դերը զանոնք գուրությամբ զարգավ Եղիսեի խոսքին համեմատ
ուրեմն իրեն հագարակ եղող բոլոր բանակը Աստված գուրությունով գզարնե Եղիսեի աղոթքին համար։ Եվ նայեցեք ինչ կբադայի։ Այն ադեն Եղիսի անոնց սավ գուր բանակին, որ գուրությամբ զարնվեցան, անոնց կխոսի գոր Եղիսի մարգարեն հիմա։ Ջամփան այս չէ ու կահակը ասիգա չէ։ Եդևես եկեք, որբեսի ցես ծեր փնդրած մարդուն դանիմ։ Եվ զանոնք Սամարիա դարավ, երբ Սամարիա եկան Եղիսեի սավ, ով դեր ասոնց աչքերը բաց, որբեսի տեսնեն, դեր անոնց աչքերը բացավ ու տեսան եւ ահա Սամարիայի մեջ էին։ Տեսան, որ Սամարիա հասեր են։ Իրեն տշամի օպանագը Սամարիա եկավ իրեն յետևեն։ Իսրայելի թագավորը զանոնք տեսնելով Եղիսեի իսավ։ Ով հայրիմ, զարնեմ, անիգա ասավ, մի զարներ, միտեկու սրովըտ ու աղեղովըտ, կերի պրնազերët գզարնես, անոնց արջևը հաց ու չուրտիր, որբեսի ուդեն խմեն ու իրենց դերոչը երտան, անոնց մեծ կոչունք մըրավ, գերան խմեցին, զանոնք ետ խրգեց, անոնք իրենց դերոչը կացին, ասորիներու կունտերը անգամ մնալ Իսրայելի երգիրը չեգան։ Ասիգա մեկ հրաշք։ Աստվածին չրավ Եղիսեին, կորզածեց, ծառայան աչքերը բացավ, որ տեսավ երկնային բանակը, որ չափ հզոր է, սպանագեն։ Եղիսեն ասավ, ես էր փնդրած մարդուն կոբի դանիմ ցեզի, քանի որ գուրցան անոնք, հետևեցան մինչև եկան թագավորին քովը Իսրայելի, եւ Իսրայել թագավորը վախենս ուստով զարնեմ, չէ, սա չէ մի զարն, ասոնք հիմա քո զարաները եղան, քանի որ քովը եկան կալելով։ Ասոնց սա գերագույն բիդաս, դու պիտի խմցնես, եւ վերջի հետ պիտի ղրգես։ Թագավորը այդպես հրավ, կոչուն կրավ, եւ անոնք իրենց դերոջը կացին, ասորներու կունտերը անգամ մնալ Իսրայելի վրա չեկան։ Ուրիշ կրաշ մնալ գա եմա, որ կշարունակվի։ 24-րդ ամառ Անգե ետքապ ասորներու փենատատ թագավոր իր բոլոր բանակը հավաքեց ու ելավ Սամարիան բաշարեց։ Մանորեն բادرազմ։ Եկան Սամարիան գբաշարեն գոր։ 4 թագավորացվեց 24-րդ ամառ։ Եվ Սամարիայի մեջ սով եղավ, քանի որ բաշարվեցավ Սամարիան, ուրեմն մտնող ելող չի գա, արու դուր չի գա դուրսի երկիրներեն, անօթություն եղավ։ Այնպես որ մեկ իշուկուլուխը 80 սիգղ արձացի ու աղավնին սված ասանք փոշի պես փամ մնեգսեն աղբին մեկ կաբիչ մեկ չորրորդ մասը 5 սիգղ արձացի ձախվեցավ իսկ Իսրայելի թագավորը բարեսպին վրա երբ որ գքալեր նայեցեք ինչ պատահեցավ գին մանոր աղագեց ուսավ ով դեր իմ թագավոր օպնե ինձի Անիգա ասավ, եթե դերը կեզի չոքնե, ես կեզ ուրգե գրնամ օգնել։ Գալեն թե հնցանեն, ու տակավոր անորսավ, կեզի ինչ եղավ, անիգա ասավ, այս կինը ինձի իսավ թե կու դղատ դուր, ու այսօր զանիգա ուդենք, և իմ դղաս վաղ ուդենք։ Նայեցեք որչապ անոտություն գա, և երեխաները գսպաննեն, որբեսի ուդեն։ Ասիկը վադայգոր բաշարված Սամարյան։ Ուստի իմ դղաս եպեցինք և զանիգա գերանք, երոքրորդ օրը անոր ըսի դղատ դուր որբեսի ուդենք, բայց զանիգա իր դուղն դղան բայեց։ Մեղություն մը եղավ, դարաբան մգա ժողովուրդի մեջը։ Թագավորը այն գնոց խոսքը լսածին պես իր անտեսները բադրեց ու բարեսպին վրային անցած ադենն ժողովուրդը դեսավ, որ ան ներսեն անոր մարմնին վրա քուրս կար։ Թագավորը սուկնելու սկսավ։ Անիգա ասավ Ասված ինձ այսպես ու ասկի ավելին է, եթե այսօր սապատյան Եղիսեին կլուխը իր վրային չվերցնեն։ Մարգարեին հագարակ խոսեցավ։ Դիրտա մարգարեին բերսմանն է։ Երգիրը սովի մեջ է։ Եղիսեի երդունը գնստեր ու ձերերը անոր հետ գնստեին, թագավոր իր արջևեն մարդ մղրկեցանոր ու բադեր որ բատկամավորն էր թերչեգած Եղիսեն ձարերուն սավ գդեսնես որ անիգան մարտասպանին որդին Կլուխս արնելու մարդ կղրգեն հայեցեք, այդ մարդը եկածին բես թուրը բիդի կոսեք, ուզանիգա թրանքով պրնեցեք, միտի անոր դերոչը ոտկերունցայն անոր եդևեն չէ, Եղիսեն կիցավ դերը
ցույց տվավերեն որ նայր մեկը բիլիկա քեզի կողոտ կուզե գոր տակավորը երբ անոնց հետ գխոսեր այն պատկամավորը անորքով իջավ ու սավ ահա այս ճարիկը դերոճմե է ալ ասկե հետո դերոճմեն ինչ միլի հուսամ պատկամավորը գխոսի Եղիսե մարգարեն պատասխանեց իրեն դերոճ խոսքին մտե գրեք դեր այսպես կսե վաղը այս ադեն Սամարիայի տրանը մեջ մեկ կրիվ ալյուրը մեկ սիգր արձատի ու երկու կրիվ քարին մեկ սիգր պիտի ծախվի եւ այն զորաբեդը որուն ցերքին վրա տակավորը գգրտներ ասո մարդուն պատասխան տվավ ու սավ եթե դերը երկնքի բադոաններն արշին է Միտե ադիգա լալիկ բան է, անիգա ասավ թունքո աչքերով էդ պիտի դեսնես, բայց անգե պիտի չուդես։ Մարգարեն խոսի գոր։ Աժանություն պիտի լա, և որսով է, և ադաժանություն պիտի լա, բայց թունը սա պիտի դեսնես և պիտի չուդես։ Այսիա թակավորին թիկնաբան է, արջև գեցողն է։ Հիմա նայեցեք ինչ կպատայի հոս։ Ասված ով կկործած է և ինչպես կկործած է, ասիգա է նպատակ այսօր, պիտի մտի գնեք ասված ինչ կնե գորիմա։ Թրանը արջև 4 փորոտ մարդիկ կային, 4 հատ փորոտ մարդիկ, հիվանդ են։ Անոնք իրարու ուսին, ինչով նսինք, մինչև որ մերնինք, եթե քաղաքը մտնենք, քաղաքի մեծ սով գա, ու հոն պիտի մերնինք, եթե հոս մնանք, նույնպես պիտի մերնինք, ուրեմն եկեք ասորիներուն փանագետ Դիմենք, եթե մեզ ողջ թողուն, կաբրինք, եթե մեզ մերցնեն, կմերնինք։ Փորոտ մարդիկ են ասում, հիվանդ է։ Այսինքն, հեչ մեկ կորդի չեն ծարայեր, շիդագա ասիգա է, հիվանդ է մարդ, պամը չի գնարն է, բայց նայեցեք, որ ասված ինչպես կկորդած է, հոս պիտի կարծ։ Հիվանդ մարդը ասված ինչպես կրնա կորդածել, իրենց որոշումը դեսակ, մենք պիտի երտանք on, թշնամին պանագի մեջ պիտի երտանք, եթե մեզի ողջ պայեն, այսինքն եթե գերագորդ ամբի դուդենք, եթե չի դանարդն հոսպիտ նստինք պիտի մերնենք, կահ պերերտանք պիտի մերնենք, որ հոն գերտանք on հետերը սուս կունենանք ապրելու։ Նայեցեք ինչ կպատահի։ Եվ մուտ ադեն ելան, որբեսի ասորեներուն պանագի երտան, ու մինչև պանագին զայրը կացին, բայց on մարդ մը չգար։ Այս նախատաշտուն լավ մտի գրեք։ Կանզի դերը ասորիներուն պանագին մեջ գարկերու ցայն, ծիերու ցայն, մեծ զորքի մցայն լսել դվավ և իրարու ըսին, ահա Իսրայելի տակավորը կետացիներուն տակավորներուն ու եգիպտացիներուն տակավորները վարձկով բռնեց, որբեսի մեր վրա հարցագի։ Թշնամի պանագին մեջ ինչ եղավ, Աստված խանգարումը բերավ, անոնց մտքերը դարձուց։ Ով է նողը? Աստված ինքն է ողը, մեր զորքերուն դերն է նողը։ Անգամ ես կարտամ, քանզի դերը ասորիներուն պանագին մեջ գարկերու ցայն ու ծիերու ցայն հանեց։ Անոնք իրենց երազի մեջ դեսան, ինչպես տեսեցին չեմ գիտեր, բայց գարկերու և ծիերու ցայն գա։ Նեգուկա գորվրանից։ Մեծ զորքի մեջ ցայն լսել դվավ։ Աստված մեծ զորքի մեջ ցայն լսել գուդագով քնացող պանագի։ Եվ իրարու գսեն անոնք, ահա Իսրայել տակավորը, քայդացիներուն տակավորն ու եգիպտացիներուն տակավորը վարձկով բռնեցին, Իսրայելին պանագը, ասոնք բոլորը վարձկով բռնեցին, որբեսի մեր վրա կան։ Ու ասոնք ինչ կնեն, ու ելան մութին փախան, իրենց վրաններն ու ծիերն ու եշերը և պանագը եղածին պես թողուցին ու իրենց անձը աբրեցնելու համար փախան կացին։ Պանագը լման ցկեցին իրենց եղածին պես, իրենց յանքին համար կփախին գոր։ Ինչ է պամը լսեցին, զորքի պանակ կլսեն գոր։ Աստված իրենց զորքի պանակ մը լսել դվավ, խանգարեց իրենց միտքը, ասոնք փախան կացին։ Նայեցեք հիմա փորոդներ հասան օսիմա, Ասորստանի պանագին կով։ Այս փորոդները մինչև պանագին զայրը կացին, ու վրան մտնելով գերան ու խմեցին և ամեն անգե արձատ ու ոսկի հանթերցներ վերցուցին ու դարին բահեցին ու ետ տառնալով ուրիշ վրան մմդան և անգե ալ վերցուցին ու բահեցին, ետ կիրար ու ըսին, աղիք չեմ երրածը այսօր ավետյաց օր է ու մենք լուր գեցերենք, եթե մեզի առավոտյան լույսը սպասենք, մեր անօրությանը բադիջը պիտի գրենք։ Ասոնք ալիմա ճշմարտությունը սկսան մտածելու։ Կսեն գոր վեմա ասանք մենք ասանք կնենք որ, բայց հիմա առավոտ մի լավ մարդիկ պիտի տեսնեն որ մենք մի չրինք,
մենք ալբիդի մեզ ալբիդի հայ բանեն ու ինչ են ուրեմն ուստի եկեք երթանք ու թակավորին դունը բատմենք աս փորոտները ինչ իրավասությունով թակավորին պիտի գրնան երթա դուն այսօր գնաս քու թակավորի հակայ դուն երթա եթե հրավերությունից չես կներ երթալ եւ անամատոր եթե հիվանդ ես վարագի հիվանդություն մը գրնաս տալ թակավորին բայց ասում չի վախցան հիվանդ են Եվ կացին քաղաքին տրնաբանին բորացին ու անոր բատմեցին նսին մենք ասորստանին փանակը մտանք եւ հոն մարդ մգա մարդուցան չգար բայց միանց եր գաբած ու էշերը գաբած ու վրաներն ալ այնպես կեցեր էին տրնաբանները վազեցին ու տակավորին իմացուցի Լոր տակավորին ասավ երգի մեծ սովություն գա անոտություն գա Մայրը իր դղանը սպանեց որբեսի ուդեն հաջորդորն ատմիս պետք է սպաններ որբեսի չդավավ իր դղան նայեցեք տակավոր են չրավ կանի որ տակավոր է տակավորն ալ գասկածամիդ է տակավորը քիշերով ելավ և ծարարեն ուսավ ասորիներուն մեզի ռացպանը ես սեզի հայտնեմ տակավոր խորի որ շիդագի խոսած է նայեցեք ինչ խոս Անոնք մեր անոթի լալը կիտնալով պանագեն դելած են ու տաշտի մեջ բավադած են սելով երբ անոնք քաղաք են դուրս ելեն անոնք ոչ բռնենք ու քաղաքը մտնենք Անոր զարաները մեկը պատասխան տվավ ու ասավ թողած ցիերեն 5 առնենք որոնք միայն մնացած են եւ հայտնելու վրա են բոլոր Իսրայելի բազմության պես ու հոն երթանք ու տեսնենք 5 օկինարսին վրա ցիեր առնենք երթանք տեսնենք ոնի չկա Ուստի երկու գարկարին իրենց ցիերովը եւ տակավորը ասորիներու բանակին յետևեն գրգեց ու ասավ կացեք նայեցեք անոնք մինչև հորթանան անոնց յետևեն կացին եւ ահա բոլոր ջամփան լեցուներ հանտերներով ամաններով որոնք ասորիները արդորելով փախած էին ու ցիկեր էին անոնքոն պատկամավորները ետ դարձան ու տակավորին բատմեցին Տակավոր բարաբե ամեն բան լեցուն ավրանքա ցիերգան էշերգան Հակուսկա ուդելիկա ամեն բան կա մեզ համար է ում պատրաստվեր է ասված պատրաստերը որ երթանք առնենք ադիգա այնադեն ժողովուրդը ելավ ու ասորան բանակը գողոպտեց դերոջը խոսքին այմատ մեկ գրիվ բարակ ալյուրը մեկ սիգ արզացի ու երկու գրիվ կարին մեկ սիգ ծախվեցավ մարկարեն ասած եղավ երեսա մարկարեն խոսք կատարվեցավ ասիբիդ լարքին ասավ ուտրանը Վերագացու տրավ այն զորաբեդը, որոն ցերքին վրա ինքը գրտներ, տակավորը վերագացու տրավ, որ ինքը գրտներ այդ մարդուն վրան, ժողովուրդը տրանը մեծ զանիգա կողկրդեցին ու մերավ, ասո մարդուն խոսքին ամեմատ, որը սեր էր տակավորին անորքով իջած ադենը, ու եղավ այնպես ինչպես ասո մարդը տակավորին խոսեր էր ասելով, վաղը այստեղ Սամարիայի տրանը մեջ երկու գրիվ ալյուրը մեկ սիգ արծաթի ու մեկ գրիվ բարակ ալյուրը մեկ սիգ պիտի ձախվի Այն զորաբեդը ասո մարդուն պատասխան դվերեր ուսեր եթե դերոջ երկինքը բադոհաններն աշինե այն օրը ադիգա լալիկ փանչե ասո մարդը սերեր ահաթուն քո աչքերով պիտի դեսնես բայց անգե պիտի չուդես այնպես եղավ անոր քանզի ժողովուրդը զանիգա տրանը մեջ կող կրդելով մերծուց Ասված ինչ կորձրավ Հին գդագարան է ասիգա գսենք եւ ասված կորձրավ Հիմա նոր գդագարանի մեջ ա կորձ մգա Նոր գդագարանի մեջի կորձը եւ այս տարում մեջ այս ժամանակվա մեջ եղած հրաշքը նորին պիտի գարտամ ցեզի որ բադայեցավ այս հրաշքը Բատմություն մնե որ դերոջ վգայություն են օրեն Ջանել անոնով օրորդ մգար 30 ամյակ 30 տարեկանի շուրջ որ կախտած էր օդար երգիրե թեպի Ամերիկա եկած էր Նշանված երդասարտուհի մներ որ աշխատեր World Trade Center-ի մեջ այսինքն Նյու Յորքի Twin Tower-ի մեջ աշխատեր աս աղջիկը Սեպտեմբեր 11-ի
64-րդ հագին վրա գաբրեր։ Սեպտեմբեր 11 2001-ին անկորձի կնաց ուրախությամբ։ Եվ այս Twin Tower-ի մեջ ճեպորին կորձի վրա էր Միացյալ Նահանգներ եկած օրենի վեր հոնք աշխատեր, կյանքը բոլորովին դարբեր էր իրեն համար Ամերիկայի մեջ եւ սկսել էր սորվիլ Ամերիկայի գենցաղավարությունը եւ ապրիլ այս քաղաքի մեջ։ Այս ջնելին մայրը քաղցկեղով հիվանդություն մոգունենա եւ ծանր հիվանդություն մոգունենա եւ այս հիվանդությունը իրեն մայրը մահվան գտանի 1999 թվականին։ Ջանելի հավատքը կսկսի խախտիլ Աստծո հանդեպ։ Մինչև այնադեն ինքը գաղութեր կհավատար Աստծո, բայց երբ որ մայրը մեռավ, այլ իր հավատքը դգարացավ, ահրելի էր իր համար իր մորը մահը։ Եվ այս նեղության մեջ են իր կյանքի ընթացքը շատ քեշ եղավ եւ սկսավ Աստծո հետ հարաբերությունը գդրել, չխոսեցավ Աստծո հետ, շատ ճաղոտեց։ Բայց այդ բայցար արավոտուն ջանել իր գրասենյակի մեջ Twin Tower World Trade Center-ի շենքին 64-րդ հարկի իր գրասենյակի մեջ հերացանով գխոսեր կորձերուն առնչությամբ հանգարց ահրելի բայթում եղավ, լսվեցավ վերեն, ու ամբողջ շենքը ցնցվեցավ, նախ կարծեցին, որ երկրաշարժ էր, բայց հետո իմացան, թե ԱԱՊ-ի հարցակում մներ։ Շատեր լեղաբադարի փախան, բայց ջանել քանի ուրիշներու հետ սպասեց, մինչև որ երկրորդ բայթումը լսվեցավ, այնադեմ բոլորն սարսափահար սկսան 64-րդ հարկեն վարիչնել, անգամ մնալ խլացուցիչ ցայն մցնցեց բոլորը եւ ջանել երեսին վրա կեդին ինգավ, փոշին դակ, քարերը վրան ինգան, երկաթ եւ աբագի գդեղար մուտին մեջ, անգե ամեն գոմ, քիչ հետքը գայծագի արակությամբ այդ որոդումի նման ահրելի ցայնը վախաստու էր դարօրինակ լուրության փոփոխություն ունեցավ, լուրություն մդիրեց ամեն գոմ գսե։ Ջանել գշնչեր, բայց անգարող էր շարժելու։ Փորձեց ելնել եղած դեղեն, սակայն անգարելի էր։ Ոտքերը թաղված էին հողագույդին տակ, իսկ գլուխը քամված էր 2 մետր սյուներու միջև։ Պետք է ինքզինք ազատում ուներ, ազատեր, թե ոչ պիտի մեռներ այդ բաղուն։ Իսկ ինքն իրեն եւ ամբողջ ուժով վիզը քաշեց այդ կարերուն մեջ են եւ ազատեց վիզը, իր ջագադը այրոնեցավ, մազերը քաշվեցավ մուտին մեջ, այրոնը սկսավ վազել ջագադեն եւ սկսավ պանդարգված մուտին մեջ աբագիներու եւ ջագադեն գդրված այրոնահոս վիճակի մեջ սկսավ մտածել այն աստուծուն մասին, որ ժամանակին գսիրեր ինք ու գաղութեր։ Հիշեց իր մայրը եւ դեսավ թե աղոտքեն զատ ուրիշ ճամպաչ ուներ։ Ոչ թե ամեն բան փորձել է վերջ, այլ սկիզբեն, ուստի աչքերը կոծեց եւ այսպես սկսավ աղոթել. Դեր գիտեմ, որ դու գոյություն ունիս։ Թեև միշտ քեզի վստահած եմ եւ երբեմն ալ քեզ այբանած եմ, բայց հիմա կխնդրեմ, որ օգնես ինձ։ Ջանել գիտե թե եթե երտնային օգնություն չունենա իր մահկանացուն 64-րդ հարկի մեջ պիտի գնքե։ Երբ աչքերը բացավ, տեսավ Լուիսի փարակն ու շուլմը աղոտքեն վերջ, ուզենք շրջաբադող փլադակներու ընդմիջեն, որ իր փլագադող փաներու մեջ են գփայլեր իրեն։ Ցերեգը լալու է մտածեց, սակայն ոչ մեկ ցայն գլսվեր, գամած Լուիսի շողը մարեցավ, դեր կովսկեցիր խնդրեց Աստուծմե ու շարունակեց խոսել Աստծո հետ մինչև որ քունի անցավ։ Երբ արտնցավ, Լուիսի շողը զինք դիմավորեց։ Ջանել գիտավ որ նոր օրը սկսած էր, դեր առանց քեզի անգարելի ապրիլ, քուգամքը թոլա, ըսավ վստահությամբ։
Այդ վարգյանին ցամը լսեց վերեն։ Hello, բորած խրբոտ ցանով մեկը գավարը հարցուց վերեն, այո, բայց ոտքերս բռնված են, չեմ գնար շարժիլ։ Բարձրանեց երդասարդ աղջիկը, ապա ուրիշ ցաներ լսվեցան, ջանել ցերկ երգնցուց դեպի այդ լույսը, որ ջեղքեն գծոլար, եւ զորավոր ցերկը բռնեց իր դգար մատները։ Շատ կվախտնար, սավ ցայնը իրեն, ջանել հարցուց անոր ցայն, անոնը ինչ է, սավ անունս Փոլ է, համբերե, կես խոսքե դուրս պիտի հանեն։ Փոլ շարունակեց խոսիլ ջանելի հետ, մինչ ազադարար խումբ մգչանար փլադակները մեկտի ինել, ամեն անգամ որ խեջ աղջիկը սրտողեր, Փոլիր ցերկը անոր գսխմեր եւ վիրավորեն սիրտը խաղաղությամբ կլեցներ, քիչ եկ դժվարությամբ ազատեցին ջանելը հսկա կարագույտներուն դագեն, ուր թաղված էր 27 ժամ է վեր, անվերջին անցներ, որ ոչ գտնվեցավ այս վիթխարի փլադակներուն դագեն 64-րդ հարգեն։ Շաբաթներով ջանել հիվանդանոց մնաց։ Քույրերը եւ նշանածը միշտ իր կողմն էին։ Մեկ բան հստակ էր մտքին մեջ ջանելին, թե երբ նեղության ժամանակները գանչեց, անպատասխանեց իրեն նախ իր լուսո ներկայությամբ եւ ապա Փոլին միջոցով։ Երկու միջնորդություն եղավ այս աղջկան։ Մեմը լույս մտեցավ եւ լույսեն յետք Փոլին ցայնը լսեց։ Եվ իրեն մեծ հույս տրվեցավ։ Քանի որ Փոլը ասա որ պիտի ազատեն քեզ։ Ջանելի կորզագիցներեն շատեր մեռան այդ օրը, ուրիշ հազարավորներ գողքին ես ալ գրնայի մեռնիլ սավ ջանել, երախտագիտությամբ, բայց Փոլը զիս ազատեց, վկայությունն է հիվանդանոցին անգոյնի մեջն է, անուզեց անցամբ շնորհակալություն հայտնել իր ազատարարին։ Երբ զինք ազատագրող խումբը հիվանդանոց եկավ այցելության, հարցուց թե ուր է Փոլը։ Ազատարարները եկան ջանելը տեսնելու, ջանելը հարցնե ուր է Փոլը։ Մարտիկ երարուն այցան եւ ասին Փոլ անունով մեկը չի գար իրենց հետ։ Ջանել զարմացավ։ Եվ սկսավ մտածել. դե արդյոք կերազեր դեսածը, սակայն ոչ, անստուկ գիտեր, թե երազ չէր, քանի որ Փոլին ցերքին ուժեղ սեղմումը սկացված էր, անոր բռնում են, իրեն ցերկը բռնել են, որ հաստատ գիտեր թե անպիտի ազատումը ստանար, եւ զարմանալի կերպով ուժեղ ձևով բռնած էր ջանելին ցերկը։ Այն ադեն հասկացավ անիգա Աստծո հուբումն էր իրեն։ Սեպտեմբեր 11-ի վեր այդ ցերկը երբեք զինքը ծկած չէր։ Ասված ինգ դագարանի մեջ հրաշքներ հրավ, ասված նոր դագարանի մեջ հրաշքներ հրավ, ասված որ Trade Center-ի մեջ հրաշք հրավ 64-րդ հարգին վրա եւ ջանելին ցերկը բռնեց, լույսով երևցավ եւ ազատեց այն քարերուն մեջ են, որ իրեն ազատողները, ֆայերմենները ասին որ մեր կովը Փոլ անունով երբեք մեկը չի գար։ Ով էր Փոլը։ Եթե ոչ տերոջը հրեշտակը։ Այս է պատմությունը քեզ եւ ինձ այսօր։
Մեր հզոր Աստվածը Գաբրի թե չէ, Գաբրի։ Մեր հզոր Աստվածը հրաշքներ գնե թե չէ, գնե։ Մեր հզոր Աստվածը փոլեր ունի, եղյաներ ունի, ռեշտակներ ունի, որ մենք անունները չենք գիտեր։ Եթե գաղաչես իրեն, որ փրկություն մտա քեզի, եւ նեղության մեջ ես անի իր ցերկը գերգնցնե, ցերկդ կփռնե, թուն չես գիտեր, որ Աստծո ցերկը բռնած ես, որ ազատ է քեզ։ Սիրելի ունգընտիր, այսօրվա պատկամ այն է, քո Աստվածդ զոր Աստված է, ամենակարող է, հավիդյան է, եւ անգուզեք ու ցերկետ բռնել, երբ որ թուն կգանչես իրեն անունը, որ քեզ ազատեն, եղուտենեն, դարաբանքեն, ցավեն, վիշտեն, քո մահկանացուտ կնկելու ադենը դալ, իր ցերկը երգնցուց է բռնես քեզի, որ ազատե քեզի։ Հիվանդության անգողին ադենը բացականչե իրեն անունը եւ խնդրե, որ քեզ բրգե ու ազատե եւ գնե։ Ինչպես որ ջանելի նրավ, քարերուն մեջ են, ավազներուն մեջ են, ապագիներուն մեջ են, իր գլուխը երկու սույներու մեջ են քաշելով, ինք խորեցավ, որ ինքը ազատեց, բայց ազատողը Պոլն էր, ազատվեցավ այդ ժայռերուն մեջ են, ինչպես գլուխը պիտի ազատվեր, եթե այդ ժայռերը չբաժնվեին իրար մե։ Ով էր հնողը, Պոլն էր, ով է Պոլը, դերն է, հրեշտակն է։ Կանչեց ջանել Աստծո ցայնը, կանչեց, մորած կանչեց, խնդրեց ազատումը, Աստվածը սա Պոլին կնա, ազատեց այն, իմ անունս կանչեց։ Տուն կանչե իրեն անունը և պիտի բրգե քեզ։ Մեր Աստվածը թարերու Աստված է, ոչ թե միայն հին գդագարանի մեջ, ոչ թե միայն նոր գդագարանի մեջ, հիմա միևնույնն է, երեք այսօր ու հավիդյան։ Դերը օրհնեց ես եւ բայեց ես։ Դերը ծեր հավատքը ավելցնե, որբեսի հզոր մեր թակավոր եղող Աստվածը զորքերուն դերը ձեզ այցելե, ձեր նեղության ադեն, ձեր ուրախության ադեն փարաբորեցեք անոր սուրբ անունը, նեղության ադեն կանչեցեք անոր անունը եւ անպիտի ցույց տա ինքնին թե ինքն ներկայ է։ Այժմ ցտեսություն մինչեւ հաջորդ հանդիպում։